Բարի երեկո, եթերում է ABC լուրերի գլխավոր թողարկումը, ես Գառնի Մութաֆյանն եմ և հիմա կներկայացնեմ օրվա գլխավոր իրադարձությունները Հայաստանից և աշխարհից։ Ալեն Սիմոնյանը հրապարակել է 2020 թվականի 44-օրյա պատերազմի զոհերի թիվը։ Զոհվել է 3833 անձ, 78 քաղաքացիական անձ, 3755 զինծառայող։ Անհետ կորած է համարվում 191 անձ, 172-ը զինծառայող և 19 քաղաքացիական անձ։ Այս հայտարարությունը հաջորդեց երկար ժամանակ քննարկված ու այդպես էլ չհրապարակված զեկույցին։ 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի զեկույցն այդպես էլ չհրապարակվեց։ Իսկ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ հարցրեց պատերազմի վերաբերյալ մի բան կա, որ որևէ մեկը չգիտի։ Փաշինյանի այս հարցին նախքան այն հրապարակային հնչեցնելը պատասխանել էին ազգային ժողովի պատգամավորները, որոնք հնարավորություն ունեին ծանոթանալու այդ զեկույցին։ Պատերազմի ճշմարտությունը պահում են փակ դռների հետևում, համոզված են պատգամավորները, իսկ այսպես կոչված հանգամանքները բացահայտող զեկույցը ավելի շատ հարցեր է առաջացրել, քան պատասխաններ տվել։ Թեմային անդրադարձել էինք դեռևս մեկ ամիս առաջ, դիտենք իմ գործընկերոջ ռեպորտաժը, վերհիշենք զեկույցի մանրամասներն ու շարունակենք։ 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող խորհրդարանական հանձնաժողովը, որը ստեղծվել էր հասարակության հարյուրավոր հարցերին պատասխան տալու համար, ավարտեց իր աշխատանքը առանց պատասխան տալու։ Զեկույցը պատրաստ է, բայց պատասխաններ չկան, այն ուղղվեց արխիվ, եւ հիմա հարցերն ավելի շատ են, քան օրինակ 1 տարի առաջ։ Պարտության մեղավորների փնտրտուքի ճանապարհին իշխանությունը հասցրել է մեղադրել բոլորին, նախկիններին ու ներկաներին, Արցախին ու բանակին, սպային ու կամավորին, բայց գլխավոր մեղավորը դեռ մնում է անանուն։ Ինքը ավարտված է, զեկույցը որպես այդպեսին իր հատորներով, իր էջերով շատ էջեր են, միայն վերցանումները, տեսագրությունները, դրանք մի հսկայածավալ աշխատանքը, որը նույնպես ավարտված է։ Իհարկե, առանց բացահայտումից կրել լինի։ Դրա համար էլ տեսեք, ամեն ինչ հրապարակվելու է ամբողջությամբ։ 1 տարի էլ չի անցել այն օրվանից, երբ հանձնաժողովի նախագահ ՔՊԱ-ական Անդրանիկ Քոչարյանը խոստացավ, որ զեկույցն ամբողջությամբ կհրապարակվի։ Իսկ իրականությունն այլ է, հիմա այդ զեկույցին հասանելիություն ունեն միայն ազգային ժողովի պատգամավորներն, ընդ որում նրանք ստիպված են գաղտնիության պահպանման մասին փաստաթուղթ ստորագրել։ Այն մոտեցումները, որոնք իշխանությունների սկզբանը ներկայացնում էին նույնիսկ դրա ընթացքում դրանք լրիվ այլ են եւ բավականին տարբերվում են այն հիմնական բովանդակությունից, որը արտացոլվել է զեկույցում։ Պատգամավորը պահպանելով գաղտնիությունն ասում է, որ զեկույցում պատերազմին առնչվող շատ դրվագներում կան հակասություններ։ Բացակայում են փաստարկները, եթե անգամ դրանք կան, ապա հիմնավորված չեն։ Ինչպես որ իշխանությունը փորձում էր սկզբում ներկայացնել, որ դրանով պատասխան է տրվելու բոլոր հանգամանքներին, դրվագներին եւ այլն, քաղաքական դիվանագիտականից միջև ռազմական գործողություն ընթացք, այստեղ ուղղակի գոյություն չունի։ Այս զեկույցը կռիվ է գցել անգամ ՔՊԻ տանը։ ԿՊԱ-ական պատգամավորները միանշանակ չեն ընդունում դրա արխիվացումը, մասնավորապես հակասական են Անդրանիկ Քոչարյանի եւ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները։ Սիմոնյանն ասում է, զեկույցի լիագումար նիստերի օրակարգ բերելու ժամկետները խախտվել են, Քոչարյանն էլ հակադարձում է գործընկերոջը։ Քննիչ հանձնաժողովը իր զեկույցը ուղարկել ազգային ժողովի նախագահին, որտեվ հիմա թուրն բռնում կա, ասում են, որ գիտեք, դուք ժամանակ եք խախտել, չկա այդպիսի բան։ Եթե զեկույցը, չէ, այդ ասողները ես պարոն Սիմոնյանի հետ խնդիր չունեմ եւ չեմ կարող ունենամ։ Պարոն Սիմոնյանը ազգային ժողովի նախագահն է, ես պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի նախագահը եւ մեր հարաբերությունները բացի ընկերականից ունեն խիստ գործընկերային հարաբերություններ, որը բխում է կանոնակարգ օրենքի պահանջներով։ Այնպես որ այստեղ խարդավանքներ մի փորձեք մանգակ, արդեն բազմիցս փորձեր եղել են եւ մատնվել են անհաջողության։ Հիմա դրա մասին չի։ Գլխավորը ունենք զեկույց եւ շատ կարեւոր է այդ զեկույցը ներկայացնել լիագումար նիստին եւ զեկույցը պետք է ունենա հետևանք, այսինքն դասեր քաղենք այն իրողությունից, որ 44-օրյա պատերազմի ընթացքում մենք առնչվեցինք։ Նույնիսկ ՔՊԻ ներսում բոլորը չեն ստորագրել փաստաթուղթը։ Քրիստինե Պողոսյանն օրինակ պնդում է, թե չի հասցրել ծանոթանալ զեկույցին, ուստի չի ստորագրել։ Իսկ Հայկ Սարգսյանը չի մեկնաբանում չստորագրելու պատճառները։ Կարծում եմ, որ իշխանությունը, եթե ոչ առաջին փուլում, ապա գոնե դրա հիմնական տեղեկատվության հավաքագրման ժամանակահատվածում արդեն իսկ գիտակցել է, որ սրա նույնիսկ ամենավատ իրենց հատուկ կամ իրենց նարատիվներ շրջանակներում գրելու պարագայում մեկ է իրենց պատասխանության հարցը
այդտեղից վերացնել դուրս անել պարզապես չի ստացվելու։ Հանձնաժողովի աշխատանքների շրջանակում հարցաքննվել են Արցախի ու Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շարամանյանն ու Նիկոլ Փաշինյանը։ Պատգամավոր Տիգրան Աբրահամյանն ասում է, այս զեկույցը ոչ թե պարզաբանում է տվել, այլ ինքնախոստովանություն է դարձել իշխանության համար, ինչն էլ փորձում են փակ պահել հանրությունից։ Սեդա Մակարյան, Մհեր Դավթյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Գործող իշխանության պատասխանատվության ներքո է նաև գերիների վերադարձի հարցը, որն առ այսօր որևէ արդյունք չի տվել։ Նախքան 2021-ի խորհրդարանի ընտրությունը պաշտոնական Երևանին հաջողվում էր մեր հայրենակիցներին վերադարձնել հայրենիք, սակայն արդեն 2 տարի է, ինչ Բաքվում գտնվող գերիների, այդ թվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը վերադարձնելու ջանքերն ապարդյուն են։ Արցախ միությունը Եվրոպական խորհրդարան է ուղարկել իր ու գործընկերների վերջին զեկույցը, Ադրբեջանում ապօրինաբար պահվող մեր 23 պատանդների վերաբերյալ։ Հայ գերիների նկատմամբ բռնության ֆոնին նրանք կոչ են անում Եվրոպական խորհրդարանի падգամավորներին այցելել Բաքու։ Հայ գերիներից 7-ն արդեն առերեսվել են կեղծ դատավճիռների, ստանալով 15-ից 20 տարվա ազատազրկման պատիժ։ Մյուս 16-ը Բաքվի ռազմական դատարաններում այժմ կանգնած են նմանատիպ բեմադրված դատավճիռների վտանգի առջև։ Արցախ միությունը շտապ կոչ է անում Եվրախորհրդարանի падգամավորներին մեկնել Բաքու եւ ներկա գտնվել առաջիկա դատական լսումներին, ինչը կարևոր քայլ է թափանցիկությունն ապահովելու, հետագա իրավախախտումները կանխելու եւ Ադրբեջանին միջազգային իրավունքի համաձայն պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։ Արցախ միությունը եւ գործընկերները կոչ են անում միջազգային հանրությանը վճռական ու անհապաղ գործել։ Եվրախորհրդարանի падգամավորների ներկայությունը Բաքվում շատ կարևոր է հաշվետվողականության ապահովման, հայ գերիների իրավունքների պաշտպանության եւ հետագա իրավախախտումների կանխարգելման համար։ Ահազանգ է հնչեցնում նաև Վիգեն Էուլջեկչյանի ընտանիքը։ Բաքվում բանտարկված լիբանանահայ Վիգենի մասին ընտանիքը որևէ նոր հաստատված տեղեկություն չունի, բացառությամբ այն հեռախոսազանգի, որը նրան թույլատրել էին անել անցյալ շաբաթ։ Փաստաբանը դիմել է միջազգային կառույցներին ու տարբեր պետությունների նախագահներին, այդ թվում Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին։ Մանրամասները Անի Աբաղյանի ռեպորտաժում։ Բաքվում ապօրինի պահվող Վիգեն Էուլջեկչյանի փաստաբանները դիմել են Դոնալդ Թրամփին նրան ազատ արձակելու գործում միջնորդ լինելու համար։ Էուլջեկչյանի առողջական վիճակը վատթարացել է։ Մամուլում շրջանառվող տեղեկության համաձայն Բաքվում ապօրինաբար պահվող Վիգենը չի կարողանում քայլել, անվասալյակի կարիք ունի, ինչը չի տրամադրվում։ Վիգենի կինը մեծ զրույցում դեռ 1 ամիս առաջ ահազանգում էր ամուսնու ծանր վիճակի մասին։ Եվ Լիբանանի եւ Հայաստանի իշխանություններն ասում են, որ փորձում են ճնշում գործադրել նրան վերադարձնելու համար։ Ասում են, մենք քո կողքին ենք, գործում ենք հանուն Վիգենի վերադարձի։ Բոլորն էլ աշխատում են, բայց չգիտեմ արդյունքը որն է լինելու։ Էուլջեկչյանի փաստաբանական խումբը Թրամփին դիմելուց առաջ նամակներ էր ուղարկել ՄԱԿ-ի կամայական կալանքների հարցերով աշխատանքային խմբին, պահանջելով նրա անհապաղ ազատ արձակումը։ Փաստաբանները պնդում են, որ Էուլջեկչյանի կալանավորումն ու դատավճիռը կամայական են, իրականացվել են իրավասության խախտմամբ, քանի որ քաղաքացիական անձին դատել է ռազմական դատարանը, ի հակառակ միջազգային իրավունքի։ Նրանք մատնանշում են նաև, որ վարձկանության մեղադրանքը կիրառվել է սխալ, քանի որ ըստ Ժնևի կոնվենցիայի երկքաղաքացի Էուլջեկչյանը չի կարող դասակարգվել որպես վարձկան։ Մեծ զրույցում Արգենտինայում ապրող փաստաբան Լուսիան Ամինասյանը նշել է, որ չնայած Վիգենն ունեցել է այսպես կոչված հանրային պաշտպան, բայց նա իր գործառույթը չի իրականացրել։ Որպես Լիբանանի քաղաքացի Վիգենն իրավունք ունի ստանալ Լիբանանի տեղական հյուպատոսության այցելություն։ Մենք պահանջում ենք Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանին թույլատրել այցելել նրան։ 46-ամյա Էուլջեկչյանին ադրբեջանական զինված ուժերը գերեվարել են 2020 թվականի նոյեմբերի 10-ին Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հրադադարի հայտարարությունից 1 օր անց։ 2021 թվականի հունիսին Բաքվի ռազմական դատարանը նրան դատապարտել է 20 տարվա ազատազրկման, վարձկանություն, ահաբեկչություն եւ սահմանն ապօրինի հատելու մեղադրանքներով։ 2023 թվականի դեկտեմբերին հայ գերիների ազատ արձակման գործընթացի ժամանակ նրա անունը եւս կար ադրբեջանական կողմի նախնական ցուցակում, սակայն Էուլջեկչյանն այդպես էլ Հայաստան չվերադարձավ։ Ընտանիքի անդամներն անդադար ահազանգում են, Էուլջեկչյանի առողջական վիճակը ծանր է, հետևանքները անդարձ կարող են լինել։ Անի Աբաղյան, Նոնա Գևորգյան, ABC Media։
Ներքաղաքական լրահոսից դատարանը վերացրել է Լիդիա Մանթաշյանի կալանքը նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրելով վարչական հսկողություն եւ գրավ 2.500.000 դրամ։ Լիդիային ազատ են արձակել հենց դատարանի դահլիճից։ Ավելի վաղ նրա փաստաբանը միջնորդություն էր ներկայացրել խափանման միջոց կալանքը փոխելու համար։ Հիշեցնեմ, նոյեմբերի 20-ին դատավոր Կարեն Ֆարխոյանը որոշել է Լիդիա Մանթաշյանի կալանքը երկարաձգել եւս 3 ամսով։ Կարծիքը որոշեց մեղադրյալ Լիդիա Արմենակի Մանթաշյանի նկատմամբ կիրառված խափան միջոց կալանքը փոխել, վերացնել, վերջինիս նկատմամբ որպես խափան միջոց կիրառել վարչական հսկողությունը, Լիդիայի կալանքը փոխելու որոշումից հետո Բագրատ Սրբազանը դիմել է դատավոր Կարեն Ֆարխոյանին, ասելով, որ Լիդիայի կալանքի փոփոխության որոշումը կարող էր լինել 1 շաբաթ առաջ, բայց չեղավ։ Դուք այսօր ապացուցեցիք, որ ոչ թե արդարությունն ու արդարադատությունն է գործում, այլ նպատակահարմարությունը, ասել է Սրբազանը։ Սա ցցուն արտահայտություն է, իմ խոսքերը ոչ վիրավորական են, ոչ էլ նույնիսկ քննադատական։ Ես ուղղակի արձանագրում եմ իրավիճակը։ Շատ կուզեի այստեղ լիներ մյուս մեղադրողը այն խստությամբ խոսող, որ նույնիսկ անցյալ շաբաթ տեսակցությունները բացելու մասին խոսակցությունը փակվեց։ Զուգահեռ շարունակվում է թիրախային պայքարը եկեղեցականների դեմ։ Զարմանալի զուգադիպությամբ Փաշինյանի ճեպազրույցից 1 ժամ առաջ մամուլում հայտնվեց եպիսկոպոսների հայտարարությունը, որով իբր պահանջում են մայրաթոռից հեռացնել Արշակ Սրբազանին։ Արշակ Սրբազանն է անդրադարձել հրապարակված հայտարարությանը։ Ինչու հեռանամ, ցանկացած որոշման տակ պետք է լինի իրավական, կանոնական, բարոյական կամ գեթ տրամաբանական։ Ես ինչ-որ որոշում պետք է կայացնեմ, որովհետև ինչ-որ մարդիկ այդպես են ճիշտ համարում, իհարկե ոչ։ Իսկ Փաշինյանը գրեթե 1 ժամ տևած ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է եկեղեցական, քաղաքական ու ներքաղաքական թեմաներին։ Առանձնացրել ենք նրա ելույթի առանցքային կետերը։ Լսենք։ Որպես պետության ղեկավար հաստատակամորեն եւ վճռականությամբ ողջունում եմ կաթողիկոսին ուղղված եպիսկոպոսների հայտարարությունը ազատել վեհարանը Արշակ Սրբազանից։ Այս հայտարարությունը ցույց է տալիս, որ մեր եկեղեցում կան հոգեվորականներ, որոնք նախանձախնդիր են եկեղեցու հոգեվոր առաքելության իրականացման գործում։ Ես ունեմ շատ մեծ վստահություն 2026 թվականի խորհրդարանի ընտրության վերաբերյալ։ Համոզված եմ 2026 թվականի խորհրդարանի ընտրության արդյունքով Հայաստանի Հանրապետության ժողովուրդը ջախջախիչ հաղթանակ կտանի։ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամտային մասը կրկնապատկվել է Հայաստանի Հանրապետությունում գործող բազմաթիվ ստվերային ոլորտների ապաստվերայնացման հաշվին։ Մենք պետք է գնանք հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու բարենորոգման ճանապարհով, եւ ես ողջունում եմ ցանկացածի պատրաստակամությունը այդ բարենորոգման ճանապարհով անցնելու համար։ Երկխոսությունը նրա համար է, որ ադրբեջանական եւ հայկական խոսույթում բան փոխվի։ 35 տարվա կոնֆլիկտը 5 փորձագետի 2 հանդիպման արդյունքում չի կարող փոխվել։ Ես քաղաքական առաջիկա խորհրդարանի ընտրությանը մասնակցելու ցանկություն ունեցող բոլոր քաղաքական ուժերի բանավեճի հրավերը ի սկզբանե ընդունել եմ։ Պատերազմի հետ կապված մի բան կա, որ որևէ մեկը չգիտի, որ ասում եք քրեական գործեր եւ այլն։ Ձեր կարծիքով քրեական գործերի մեջ ավելին կա, քան հանրությունը գիտի։ Փաշինյանը խոսել է նաև վերջին օրերին ամենաանհանգստացնող թեմայի մասին՝ օդի աղտոտվածության։ Հանձնարարել է աշխատանքային 2 խումբ ստեղծել։ Մեկը պետք է զբաղվի օդի աղտոտվածության խնդիրներով, երկրորդը երթևեկության կարգավորմամբ, խցանումների հաղթահարմամբ։ Այսինքն ստեղծում են միջգերատեսչական խումբ, որում ներգրավում են նաև Երևանի քաղաքապետարանին եւ այլ համայնքների ներկայացուցիչներին։ Այսինքն երկուսն է վարչապետի որոշմամբ աշխատանքային խումբ ենք ձևավորում եւ այնտեղ պետք է լինի մեխանիզմներ հաշվետվողականության, որ ժամանակ առ ժամանակ այդ թվում եւ հանրային հաշվետվողականության եւ ինձ հաշվետու լինելու, թե ինչ աշխատանքներ են կատարված։
Իսկ մինչ այդ խումբը կգործարկի ու կսկսի աշխատել Երևանում օդի աղտոտվածության վտանգը հատում է Կարմիր գիծը։ Ահազանգ են հնչեցնում մասնագետները, բնապահպաններն ու բնակիչները։ Օդի աղտոտվածությունը չափող սարքերում մարդկանց սմարթֆոններում ամպերն ալ կարմիրով են ընդգծված, որը նշան է փոշու չափաքանակի թույլատրելի սահմանը գերազանցելու։ Մահաբեր մշուշ Երևանի երկնքում, փոշի թե մառախուղ, Սեդամակարյանն է անդրադարձել։ Մայրաքաղաքի գլխավերևում կուտակվածը մառախուղ է, փոշի թե ծուղ, արդեն մի քանի օր է սև թուղթով է պատված Երևանի երկինքը։ Օդի աղտոտվածությունը չափող սարքերում, մարդկանց սմարթֆոններում ամպերն ալ կարմիրով են գունավորված, որն ահազանգում է, որ փոշու չափաքանակը գերազանցել է թույլատրելի սահմանը։ Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության օդերևութաբանության ազգային կենտրոնի ղեկավարի տեղակալ Գայանե Շահնազարյանն ասում է, մասնավորապես կենտրոնում օդի աղտոտվածությունը նորմայից 1.4-ից 4 անգամ ավելի է։ Հատկապես բարձր է եղել նոյեմբերի 21-ին եւ նոյեմբերի 25-ին համապատասխանաբար 4 ու 3.5 անգամ գերազանցելով սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Մասնագետներն ասում են, որ օդի այսչափ աղտոտվելը մեկ գործոնով չէ պայմանավորված, ծառահատումից մինչև անհաշվելի քանակի մեքենաներ, խցանումներ, շինարարություն։ Այս տարի ավելի արտահայտված է եւ տարեստարի ավելի արտահայտված լինելու, որովհետեւ մենք ոչ թե խնդիրները լուծում ենք, որ օդի աղտոտվածությունը նվազի, այլ խնդիրները հակառակը շատացնում են։ 3 տարի անընդմեջ փողոցների ծառերը ոչնչացնել է, փողոցի ծառերը դրանք օդափոխության միջանցքներ են, դա այգիներում ծառեր չեն եւ մենք պետք է հասկանանք, որ ամեն մեր գործողությունը ավելացնելու է եւ գումարային էֆեկտը լինելու է ավելի ծանր, հաջորդ տարի ավելի վատ է լինելու։ Ճարտարապետ Սարհատ Պետրոսյանն էլ հիշեցնում է, որ Երևանի ուղիղ հարևանությամբ ավազի հանք են շահագործում, որի ավազը քամին մայրաքաղաք է բերում։ Այն ավազի հանքերը, որ այսօր Երևանի հյուսիսում բան են անում, այդ ավազի փոշին ամեն օր մենք շնչում ենք Երևանում, մեր երեխաները շնչում են։ Եվ դա 5-10 տարի հետո բոլորիս առողջության վրա ազդում է եւ հատկապես մեր երեխաները մենք ջանդամ, երեխեքի առողջության մասնապետն է բացել։ Չի կարելի Երևանի հյուսիսում նման կերպ ավազի հանքեր շահագործել, հենց որ Երևանում քամին փչում է հյուսիսից հարավ։ Քաղաքապետն էլ ունի իր տարբերակը։ Ասում է, օդի աղտոտվածությունն այս տարածաշրջանում ունի խիստ սեզոնային բնույթ եւ պայմանավորված է առավելապես աշխարհագրական գործոններով։ Մեր հիմնական խնդիրները, որոնք որ սկսում էին նոյեմբերից եւ մենք այս մասին խոսել ենք, արդեն իսկ սկսել են։ Օդի որակի խնդիրները Երևան քաղաքում ունի տասնամյակների պատմություն եւ խնդիրը բազմաշերտ է։ Մինչև Ավինյանն ավտոմեքենայից պնդում է, որ խնդիրը տարածաշրջանային է եւ սեզոնի հետ է կապված, մասնագետներն աղետի մասին են ահազանգում։ Եթե մենք վերցնում ենք օդի աղտոտվածության ամենավտանգավոր ցուցանիշը, որը մինչև 2.5 միկրոն մասնիկների պարունակությունն է օդի մեջ, այսինքն այսպես կոչված PM 2.5 ստանդարտը, որը ամենավտանգավորն է, որտեղ այդ չափսի մասնիկները ունակ են շնչառական համակարգի միջով ներթափանցել արյան մեջ։ Այդ PM 2.5 աղտոտվածության մակարդակով իմ դիտարկմամբ Երևանի տարբեր վարչական շրջաններում կախված բարձրությունից թույլատրելի նորման գերազանցվում է 6-ից 8, որոշ տեղերում մինչև 10 անգամ։ Սողոմոնյանի գնահատմամբ իրավիճակն այնքան ծայրահեղ է, որ մարդկանց ուժեղ պաշտպանիչ դիմակներ են անհրաժեշտ, մասնավորապես երեխաներին։ Երկրորդ ամենավտանգավոր խումբը դա մանկահասակ երեխաներն են։ Մանկահասակ երեխաների շնչառական ուղիների լորձաթաղանթը դեռ բավարար պաշտպանական մեխանիզմներ չի ձևավորել։ Լորձաթաղանթի ինքնին բարակա լորձի սեկրեցիան ակտիվ չի եւ այդ մասնիկների ներթափանցումը բրոնխիալ ծառ եւ ավելի խորը ուղիները շնչառական։ Խնդրի մասին Facebook-յան օգտատերերն են բարձրաձայնում, օրինակ երևանցիներից մեկն իրենց Բաքվում օդի խոնավության կլանիչ էր տեղադրել։ Նշել է, որ 3 տարի է ինչ գործածում է այն ու միայն վերջին 1.5 տարին է, որ կլանիչում կեղտոտ նստվածք է առկա։ Տպավորություն է, որ քաղաքապետարանը չի էլ ցանկանում մտածել լուծումների մասին, ասում է բնապահպանն ու խնդրի լուծման տարբերակներ առաջարկում։ Այս բոլոր խնդիրները կանաչապատման 5 անգամ ավելի պակաս ցուցանիշ, այսինքն մենք ունենք բոլոր նախապայմանները, որ ունենանք այն վիճակը, որը որ մենք ունենք, սա հանկարծակի չի, սա սպասելի է, սա ռիսկերը ուղղակի պետք է կառավարել եւ հասկանալ ինչ ուղղությամբ գնալ, որ այդպես չլինի։ Տարբեր սոցցանցերում այս մասին խոսում են բոլորը, անկախ մասնագիտությունից, տարիքից ու ազգությունից։ Երևանում բնակվող ցանկացած ոք իր մաշկի վրա է զգում օդի աղտոտվածության հետևանքները եւ ինչպես մասնագետներն են ասում, դեռ մի քանի տարի հետո է այն զգացնել տալու իր մասին։ Սեդամակարյան, Նոնա Գևորգյան, ABC Media։
Իսկ այս ամենին զուգահեռ իրականությունում Երևանի ամանորյա լույսերն են, զարդարանքներն ու տոնածառը, որի համար քաղաքային իշխանությունը հատկացրել է մի կլորիկ բյուջե։ Որքան է ամանորի երևանյան գինը, ինչքանով է արդարացված իրականացված ծախսն ու ինչ կարծիք ունեն երևանցիները, ռեպորտաժում։ Երևանի ամանորն այս տարի կարժենա 607 միլիոն դրամ, ավելի քան 1.5 միլիոն դոլար։ Այս գումարը հատկացվելու է քաղաքի զարդարանքին, նաև տոնավաճառ է կազմակերպվելու։ Նախորդ տարի էլ փոքր գումար չէր ծախսվել, բայց 58 միլիոն դրամով պակաս միջոցներ էին հատկացվել։ Նախորդ տարվա լոտերից մեկը չէր կայացել, ամանորյա կենտրոնական տոնածառի ճյուղերի եւ լույսերի ձեռքբերման, բայց չկայացած լոտի գումարներից այդուհանդերձ 18 միլիոնը ծախսվել էր։ Այսինքն ծայրահեղ դեպքում 32 միլիոնի կարիք կարող էր լինել։ Եվ անցած տարվա 549 շուրջ 550 միլիոնի դիմաց այս տարի 607 միլիոն 650 հազար է կազմում։ Երևանի քաղաքապետարանի գովազդի վարչության պետը հավատացնում է, որ նախորդ տարիների ձեռք բերված գույքը դեն չեն նետել, այս տարի էլ են օգտագործելու։ Այո, որպես այդպեսին մենք մրցույթը առաջին իսկ նախավորակարգման հայտարարություն պայից սկսած հրապարակել ենք այն ցանկը, որը արդեն 4-րդ տարին պետք է օգտագործենք գույքի, որ Երևան քաղաքը ձեռքաբերել ամանորյա զարդարանք տոնական ձևավորման համար եւ ունենք պարտադիր պայման, որ քաղաքին պատկանող գույքը պարտադիր պետք է օգտագործվի։ Խելամիտ են արդյոք քաղաքապետարանի ծախսերը, քաղաքացիները ի պատասխան կարիքներն են թվարկում։ Ընդհանրապես խելամիտ չի, այդպես աղրելի ծախսերը թողուղեն անապահով ընտանիքներին։ Ավելի շատ կարևոր հարցեր կան, քան տոնած, այսինքն մի քանի օրվա համար չարժել այդքան գումար ծախսել։ Գոնե չեմ ասում 100%, գոնե մի 50% ժողովրդի պայմանները լավացնեն, որտեղ սենց բերել դրել են, հա ճիշտ է, ժողովուրդը գալիս է, ուրախանում է, բայց սրանով ուզում են զարմացնել մարդկանց։ Տեսեք 600 միլիոն բան են ծախսել։ Քանի գնում է, հատանում է վիճակը։ Այսպես վիճակ չի եղել ոչ մի անգամ։ Լույսերով ու աստղերով դրանով չեն կարող մարդկանց խաբել։ Երեխաների համար է այս ամանն արվում, ոչ թե մեծերի, այլ երեխաների համար, այնքան որ նոր տարի ունենանք, որ լաց չլինենք։ Այս տարվա գնումները ի տարբերություն նախորդների իրականացվել են մրցութային կարգով, երկու փուլով, հաղթել է երկու ընկերություն, 2022 եւ 2023 թվականներին հաղթող էին ճանաչվել դարձյալ այս ընկերությունները, սակայն մեկ անձից գնումների միջոցով։ Նախորդ տարի էլ ենք իրականացնել երկփուլ մրցույթ նախավորակարգման ընթացակարգով, այ դրանից առաջ եղել է նաև մեկ անձով։ Երկու կազմակերպություն ունենք հաղթող, գնումները եմ կայքում հրապարակված են։ Տարիներ շարունակ նույն ընկերություններից տարբեր ձևաչափերով գնումները պատահական չի համարում ընդդիմադիր Մայր Հայաստան խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանը։ Նա այս գործընթացում չի բացառում կոռուպցիոն ռիսկերը։ Ճակերտավոր հավատույցները շարունակվում են եւ քաղաքի բյուջեի հաշվին կարելի է լավամարդ դուրս գալ իրենց հետ կապված տարբեր կազմակերպությունների, այդտեղ թող յուրաքանչյուրը ինքը դատի թե հետում սիրուն աչքերի համար է ինչի դիմացա այդ հովանավորչությունը։ Անկախ գնումների ընթացակարգից Մայր Հայաստան խմբակցության անդամն անդրամաբանական է համարում այս մասշտաբի ծախսերը։ Քաղաքը հազարումի խնդիր ունի։ Անշուշտ քաղաքին պետք է տոնակատարություն, անշուշտ ամանորը պետք է նշվի, բայց դրան կա ողջամիտ չափ ու սահման։ Չի կարելի քաղաքի բյուջեն տնօրինեն կարծես սեփական քսակը լինի։ Այս տարի էլ նախորդների պես միլիոնավոր դրամներ են ծախսելու մայրաքաղաքի տոնական ձևավորման համար, սակայն ըստ էության հիմնականում օգտագործելու են նույն գույքը։ Նախկինում մեկ անձից արված գնումներն էլ փոխարինվել են մրցույթներով, բայց մատակարարները նույնն են մնացել։ Սիրիայում զանգվածային բողոքի ցույցեր են Հոմսում տեղի ունեցած սպանության եւ դրան հաջորդած բախումներից հետո։ Երկրում անկարգությունները չեն դադարում, զինյալները Սիրիայի Լաթաքիա քաղաքում կրակել են ցուցարարների վրա։ Մերձավոր արևելքի թեմաներով մասնագիտացած հասարակական խմբերը հաղորդում են, որ եղել են սպանություններ, կողոպուտներ, վառել են մեքենաներ, վնասել են դպրոցներ ու հիվանդանոցներ։
Բիշկեկում տեղի է ունենում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի նիստը։ Նիստին մասնակցելու են գնացել Բելարուսի, Ղազախստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոն, Կասիմ Ժոմարտ Տոկաևը, Վլադիմիր Պուտինը և Էմոմալի Ռահմոնը։ Մուտքի մոտ նրանց դիմավորել է Ղրղստանի արտաքին գործերի նախարարը, իսկ շենքի ներսում նախագահ Սադիր Ժապարովը։ Կառույցին անդամակցումը սառեցրած Հայաստանը նիստին չի մասնակցում։ Մակրոնը հայտարարել է Ֆրանսիայում կամավոր զինվորական ծառայության ներդրման մասին։ Մենք չենք կարող վերադառնալ զորակոչին, բայց մեզ անհրաժեշտ է, որ ազգը մոբիլիզացվի մեր սեփական պաշտպանության համար, ոչ թե այս կամ այն թշնամու դեմ, այլ պատրաստ լինելու և հարգանքի արժանանալու համար, ասել է Ֆրանսիայի նախագահը։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, Instagram-ում ու TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք 3w.abcmedia.am։ Լուրերի ամփոփիչ թողարկումը եթերում կլինի ժամը 21-ին, տաղավարում կաշխատի իմ գործընկեր Սվետլանա Պետրոսյանը։ Ես Գարուն Թաֆյանն եմ, շնորհակալություն ուշադրության համար, հաջողություն։